Շատ կարևոր լուր Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությունից հանում է ակցիզային հարկերը 420 միլիոն եվրոյի չափով, փաստացի զրոյացնելով ԵՄ Հայաստան առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները։ Պատմական իրողություն Հայաստանում շրջակա միջավայրի նախարարության, էկոպարեկայի ծառայության Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչությունը գործարկվեց։ Արարողությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորել աշխատակիցներին պատմական օրվա կապակցությամբ։ Բուսաբանական այգում կյանքի պուրակի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է պուրակ, ծանոթացել ընթացիկ կատարվող աշխատանքներին։ Այս ծառը դիմավորի։ Հիմա էլ շատ ուժեղ կարկուտ է տեղացել Տավուշի մարզի բնակավայրերում, այստեղ եւս շատ լուրջ վնասներ են կրել գյուղատնտեսական ցանքատարածությունները, պտղատու այգիները, վնասվել են նաեւ ավտոմեքենաներ, տանիքներ։ Վարչապետի որոշմամբ Հայաստանում բոլոր դպրոց տանող ճանապարհները նորոգվում են։ Սա Փաշինյանը համարում է կարևոր քայլ, որպեսզի դպրոցականները սովորեն բարեկարգ միջավայրին եւ հասուն տարիքում ձգտեն ավելիին։ Այս պահին ընթացքի մեջ է այդպիսի մի քանի տասնյակ ճանապարհի նորոգում։ Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն։ 69 տարվա մեջ առաջին անգամ հիմնանորոգվում է Պուշկինի Լեռնանցքը, սա Ստեփանավանի թունելին այլընտրանքային ճանապարհ է, որ երբևէ չի նորոգվել թունելի շահագործումից հետո։ Այս ճանապարհի շահագործումից հետո նորոգման աշխատանքներ կսկսվեն նաև թունելում, թունելը ամբողջությամբ կփակվի։ Տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողների վարժանքներ հայրենական արտադրության Ատլանտ համակարգի կիրառմամբ, այս մասին հայտնել է Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարը նաև տեսանյութ է գցել, որտեղ երևում է վարժանքների ողջ ընթացքը։ Հրատապ լուր ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք։ Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է վթարի ենթարկվել, ողբերգական վթարի հետևանքով կա 4 զոհ եւ 16 վիրավոր։ Աբովյանի աղբավայրը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, այստեղ բռնկված հրդեհները համայնքապետարանը մեծ ուժեր կենտրոնացնելով է մարել, բացի դա կատարվում են աղբը հողով ծածկելու աշխատանքներ, օդի աղտոտվածության իմաստով այս իրավիճակը լուրջ հետևանքներ է թողնում։ Սիսավան փողոցից տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 4 անձինք, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու համար։ Գորիսում հանդիսավորությամբ նշվել է հայ մեծանուն գրող արձակագիր Աքսել Բակունցի ծննդյան 127-ամյակը։ Գորիսը Բակունցի ստեղծագործական աշխարհի կենտրոնն էր եւ նրա գործերում մշտապես զգացվում են Զանգեզուրի բնության շունչն ու մարդկանց անկրկնելի կերպարները։ Հենց այդ պատճառով նա դարձավ ոչ միայն հայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկը, այլև Սյունիքի մշակութային ու գրական խորհրդանիշներից։ Հունիսի 21-ին ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը։ Ասում են նաև, որ այդ օրը պահված երազանքները կատարվում են։ Քարի լճի տարածքում դեռ ձմեռ է, բացառիկ տարի է, երբ հունիսի 20-ի դրությամբ Քարի լիճը դեռ սառցապատ է, գրել է Գագիկ Սուրենյանը։ Ամառը ոչ մի կերպ Հայաստան չի գալիս, ողջ տարածքում հունիսի 20-ից 25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ին կբարձրանա 3-ից 4 աստիճանով, սակայն 21-ից 24-ը ցերեկային ժամերին կնվազի 5-ից 7 աստիճանով։
4790 դրամ առավելագույնը եւ 1640 դրամ նվազագույնը հայկական ծիրանի համար։ Ծիրանի գները շարունակում են բավականին բարձր մնալ, սրանք SAS սուպերմարկետի արժեքներն են։ Մեկ ամսվա ընթացքում գրեթե ամենօրյա անձրևոտ եղանակը կարող է մարդկանց մոտ առաջացնել տրամադրության անկում, հոգնածություն, քնկոտություն եւ նույնիսկ դեպրեսիվ վիճակներ։ Օրվա արևոտ պահերին հնարավորինս շատ դրսում գտնվեք։